Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստը վարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական զարգացումներին։ Տեղյակ եք, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել, նախագահը ընդունել է հրաժարականը եւ ըստ մեր սահմանադրության Հայաստանի Հանրապետության նախագահը իրականացնում է քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ։ Այսօր Հանրապետության նախագահը ներկայացրեց կուսակցության գործադիր մարմնի անդամներին կոնսուլտացիաների ընթացքը եւ երկուշաբթի օրը տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ այնուհետև խորհրդի նիստ, որտեղ եւ մենք կորոշենք թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը։ Ոչ, ես մեկ անգամ ասել եմ, հիմա եւս մեկ կրկնեմ, որ ես որպես կուսակցության խոսնակ կոռեկտ չեմ համարում, քանի դեռ կուսակցությունը չի իրականացրել պաշտոնապես որոշում, իմ հարգարժան լրագրողներին ներկայացնեմ, թե ով է լինելու կամ ում անուններն են քննարկվում։ Այո, պարոն Տիգրան Սարգսյանը մասնակցում էր նիստին։ Իսկ բանակցությունները ինչպես են գործողությունների ընթացքում։ Կառուցողական։ Երեք կուսակցությունները կարծում եմ, ինչքան որ ես տեղյակ եմ, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը, թե Բարգավաճ Հայաստան եւ թե Օրինաց Զեկիրը ներկայացրել են նախագահի հետ կոնսուլտացիաների իրենց կարծիքները, ավելացնելու բան չունեմ։ Երկուշաբթի օրը մինչև երկուշաբթի եւս մեկ անգամ այդ երեք կուսակցությունների ղեկավարների հետ կլինեն հանդիպումներ եւ արդեն երկուշաբթի երեկոյան ես կներկայացնեմ վերջնական որոշումը։ Բայց 10-օրյա ժամկետը ըստ էության Կիրակի օրն է լրանում, ամսի 13-ին։ Սիրելի Ասիկ Բեդևյան, Կիրակին աշխատանքային օր չէ։ Այսինքն 14-ը վերջին օրով է։ Օրենքով սահմանված կարգով մենք իրականացնում ենք մեր գործառույթը։ Հնարավոր է Բարգավաճը եւ Դաշնակցության կոալիցիա։ Դա հարցրեք Դաշնակցությունից եւ Բարգավաճից։ Սարգսյանի հետ մասնավորապես ինչ հարցեր են եղել։ Ես ասացի, ներքաղաքական զարգացումներն են քննարկել եւ մասնավորապես նախագահի հետ տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաները։ Իսկ նախագահը ինչպես է կարծում, պարոն Շարմազանov, այդ կոնսուլտացիաները հնարավորություն տալիս են, որպեսզի այդ ուժերը եւս ապագա կոալիցիոն կառավարությունում ընդգրկվեն։ Այդ ուժերի հետ կապված հարց ուղղեք այդ ուժերին, մենք դեռևս քննարկումների փուլում ենք եւ երկուշաբթի երեկոյան ես ձեր դատին կներկայացնեմ 13-րդ վարչապետի անուն ազգանունը։ Աբրահամյանի անունը այնուամենայնիվ շրջանառվում բավականին շատ այդ մասին խոսած։ Հայլակ ջան, ես երբեք այդին չեմ եղել շրջանառվող անուններին մեկնաբանություններ տալով։ Նախագահն է, պարոն Շարմազանov, նման հայտ։ Մեր կուսակցության փոխնախագահի կարծիքը ես շատ հարգում եմ, ինչպես նաև բոլոր իմ գործընկերների, բայց ես ունեմ սկզբունք։ Քանի դեռ չկա կուսակցության վերջնական որոշում, ես իմ գործընկերներին չեմ ներկայացնում մեր կարծիքը։ Պարոն Շարմազանov, նախորդ նիստից հետո դուք չէիք բացառել, որ հնարավոր է հաջորդ վարչապետը հանրապետական էլ չլինի։ Այսօր դուք բացառում եք նման հնարավորություն։ Նման բան չի եղել։ Ես ուղիղ եմ պատասխանել, կարծեմ առավոտի իմ հարգարժան գործընկերոջ հարցին։ Հարց է հնչել կուսակցական պատկանելությունը կամ անուն ազգանունը քննարկվել է, ասել են, որ ոչ անուն ազգանուն, ոչ էլ կուսակցական պատկանելությունը չի քննարկվել։ Իսկ հիմա բացառում եք, որ կարող է նաև հանրապետական չլինի, քանի որ կոնսուլտացիաները շարունակվում են։ Քանի դեռ կուսակցության քննարկումները չեն ավարտվել, ես ձեզ որևէ այլ փակագծեր չեմ բացելու։ Իսկ եթե Հովիկ Աբրահամյանը օրինակ նշանակվի վարչապետ, նախագահի ընտրությունը նրա վրա կանգ առնի, խորհրդանի հաջորդ ղեկավար ով է լինելու։ Եթերով հարցին ես երբեք հայտնի չեմ եղել, որ պետք է պատասխանեմ եւ բնականաբար Կիկոսի մահի վարկածներով էլ չեմ առաջնորդվում։ Եթերով հարցերը ուղղեք այն գործիչներին, ովքեր որ հայտնի են իրենց գուշակություններով։ Ես երբեք գուշակություններով հայտնի չեմ եղել։ Հովիկ Աբրահամյանի նշանակվելու պարագայում ով կլինի ազգաժողովի նախագահ։ Երկուշաբթի օրը մենք կներկայացնենք մեր կարծիքը, իսկ թե ով կլինի ապագա կառավարության կազմում եւս համբերեք եւ կսպասեք, դանդաղ շտապեք։ Պարոն Շարմազանով, այսօրվա խորհրդակցությունները ինչ են ցույց տվել։ Նոր կոալիցիա, այսպես ձևաչափը դեռ պարզ չէ, դեռ հնարավորություն կա բանակցելու մյուս ուժերի հետ։ Կարծում եմ դուք որպես արհեստավարժ լրագրող արդեն ծանոթ եք այլ քաղաքական ուժերի
մեկնաբանություններին, ուստի կարող եք դուք ինքներդ հետևություններ անել։ Իսկ այլ է դուք անեք հետևություն։ Ես հետևություն կանեմ երկուշաբթի երեկոյան։ Որևէ մեկը ստացել է վարչապետ դառնալու առաջարկ եւ ներժել է միայն նրա համար, որ 13-րդ է։ Երկուշաբթի երեկոյան ամեն ինչի մասին կիմանաք։ Երկուշաբթի Ստեսություն ձեզ, համեցեք։ Այնուամենայնիվ Սերժյանը նաև հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի բոլորի տոնված տեխնացու։ Ինչպես է դուք այդ չափով Հարգելի լրագրողներ, դուք արդեն տարբեր ձևերով նույն բովանդակությամբ հարց արդեն 20-րդ անգամ կրկնում եք։ Ես ասեցի, երկուշաբթի երեկոյան դուք կիմանաք 13-րդ վարչապետի անունը։ Ստեսություն ձեզ, շնորհակալություն։